Հենց այս բազմոցից 2 տարի առաջ սկսվեց իմ ալիքում բացահայտումների շարքը, Տիգրան Ուրիխանյան YouTube-ի ալիքում բացահայտումների շարքը, ինչու, որովհետև մերժելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական համագործակցության առաջարկը հայտնվեցի Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի սկսեմ սրանց դեմ անզիջուն պայքար, իսկական պայքար, ոչ թե նրանց նման, ովքեր այսօր գրանցվել են հերթով շարանովես ընտրություններին մասնակցելու համար, որ խափեն ձեր ձեները տանեն, սպոյլերություն անեն իշխանությունների ու իշխանական նախկինաներկայական համակարգի համար։ Բոլորը, համարյա բոլորը Նիկոլի մոտ աշխատած պաշտոնյաներ են եղել, որոնք գործից ազատվել են, դարել են ընդդիմություն։ Նախկին իշխանությունների մոտ պաշտոնյա են եղել, Նիկոլի մոտ պաշտոնյա են դարձել, գործից ազատվել են, դարել են ընդդիմություն ու հիմա ձեր քվեն են ուզում։ Ոչ։ Ես դուրս եմ եկել Հայաստանից մերժելով Նիկոլի քաղաքական համագործակցության առաջարկը, հայտնվել եմ այս բազմոցի վրա ու սկսել եմ բացահայտումների շարքը։ Դուք հիմա հավանաբար գիտեք, եթե չգիտեք, իմացեք։ Հայաստանում վերընկած Civilnet կոչվածը, որը ստացել է Facebook-ի լիցենզիան գերաքննելու, ցենզուրա անցկացնելու Facebook-յան տիրույթը հայաստանյան հատկապես քաղաքական ուժերի սահմանափակում է քաղաքական ընդդիմադիր իսկական ուժերի Facebook-յան էջերը, օգտահաշիվները, մեդիա ռեսուրսները։ Իմացեք սա, օգտվեք Տիգրան Ուրիխանյան YouTube-ի ալիքից, օգտվեք նաև Facebook-ից, Telegram ալիքից, սոցիալական ցանցերից, ու ես առիթն օգտագործում եմ այս նախընտրական քարոզչության ընթացքում ստիպված մեզ տրամադրվող սակավ եթերները, որպեսզի ձեր ուշադրությունը բևեռեմ այնտեղ։ Նայեք այնտեղ ինչա տեղի ունեցել, ինչի մասին եմ պատմել, ինչ եմ ասել, ինչպես եմ Հայաստանի սահմաններից դուրս ղեկավարել իմ ու ընկերներիս ստեղծած կուսակցությունը, մնալով իսկական արմատական ընդդիմադիր դիրքերում, ինչպես եմ աշխատել հայ համայնքի հետ, հայրենասեր իսկական պայքարի պատրաստ ու մասնակցող ընկերների ու գործընկերների հետ, որպեսզի այսօր հասնենք ընտրությունների օրվան։ Միանգամից ասեմ, որ ընտրություններին ես չեմ հավատում, ընտրություններով իշխանություն փոխելուն չեմ հավատում։ Ընտրություններս բացառապես նրա համար են, որպեսզի ընդդիմությունը ստանա հնարավորինս շատ քվե, հատկապես մեր նման արմատական, իսկական ընդդիմությունը, որպեսզի ակումուլացվի այն կրիտիկական զանգվածը, որը սրանց ընտրություններ կեղծելու արդյունքում դուրս է գալու փողոց։ Միշտ ասել եմ ու կրկնում եմ, 2 տարի ասել եմ, կրկնում եմ, լայն ժողովրդական զանգվածային շարժմամբ պիտի սրանք վռնդվեն, կալանավորվեն, ձերբակալվեն, սպասեն բանտում վերընկած մինչև Հայաստանում փոխվի օրենսդրություն եւ ենթարկվեն օրենքով սահմանված հանրաքվեով նորից վերադարձված մահապատժի։